Մենք են մարդիկ ենք, որ հավատացել ենք այս խոսքերին, որ հավատում ենք այս խոսքերին։ Դե եթե հավատում ենք, ամենամեծ կարևոր բանը պետք է լինի պատրաստվելը։ Ինչպես պատրաստվենք։ Որովհետև անցած անգամները կարդացել եմ, էլի կարդամ, Եբրայեցիների թղթի 9-րդ գլխի 28 համարում գրված է, որ Քրիստոս մեկ անգամ պատարագ մատուցվեցավ շատերի մեղքերը վերցնելու համար, բայց երկրորդ անգամին առանց մեղքի պիտի հայտնվի փրկության համար նրանց, որոնք իրեն կսպասեն։ Ես կարծում եմ, ես շատ մտածելու բան է տալի մեզ։ Քրիստոսի երկրորդ գալուստը հիմա ամբողջ աշխարհում այս խոսքը տարածված է։ Նույնիսկ շատ անապաշխարներ գիտեն, որ Հիսուս երկրորդ պիտի գա։ Ոմանք ծաղրանքով են նայում, ոմանք անտարբեր, ոմանք մտածում են, ոմանք ապաշխարում են եւ այլն։ Հիմա մենք այդ մարդիկ, որ անտարբեր չենք, հավատում ենք այս խոսքին։ Միայն ընենց հավատանք, որ տեղ հասնենք։ Ստե ես կարծում եմ ամենայն կարևոր բառը, որին պետք է ուշադրություն դարձնենք, սպասեն։ Հիսուսը գալու է իրան սպասողների համար։ Դե ուրեմն մտածենք, ես այդ սպասողներից եմ, թե չէ։ Աստված հիմա ինձ այդ սպասողն համարում, թե չէ։ Իսկ այդ սպասողի համար բորակներ կան գրած։ Պետրոս թղթում կարդացինք անցած անգամ։ Սուրբ վարմունքով, բարեպաշտությունով, ամբից, անարատ, Հուդայի թղթում ասում էր սիրով, այսինքն մեր սպասողի հատկությունները դրանք են։ Սպասողի համար այսօր էլ մի քանի բան կասենք, սպասողի համար ինչ որ ձևով տերևա, ինչ ձևով այս մարդու կյանքը պետք է համընկնի սպասողի կյանքին։ Ես իմ նկվանից ասեմ, Հովանու առաջի թղթի 3-րդ գլխի հենց սկզբից գրված է, որ մենք չգիտենք ինչ ենք լինելու, բայց երբ որ նա հայտնվի, նրա նման ենք լինելու։ Եվ ով որ այս հույսը նրա վրա ունի, ինքը իր անձը կմաքրի։ Այսինքն եթե մենք այդ մաքուրի հետ հանդիպելու ենք, մենք մեր անձը պիտի մաքրենք։ Եթե մեկ իր անձը չի մաքրում, այդ մաքուրի հետ չի կարող հանդիպել։ Հիմա անցած անգամ կարդացինք 40 Սաղմոսի սկզբից 40 Սաղմոսի առաջ 3 համարները։ Սպասելով սպասեցի Տիրոջը, որ ծռեցավ ինձի ու լսեց իմ աղաղակս, եւ ինձ կորստյան փոսից, տղմալից կավից հանեց, ու ոտքերս վեմի վրա ամրացրեց ու քայլվածքս հաստատեց ու բերանս դրեց մի նոր երգ, մեր Աստծո գովությունը։ Շատերը պիտի տեսնեն ու պիտի վախենան ու Տերոջը պիտի հուսան։ Սրա վրա անցած անգամ վերջացրինք եւ ստեղից էլ ուզում եմ շարունակենք։ Աստծուն սпасելու մի որակն էլ ստեղ է։ Նա լսեց իմ աղաղակս, այսինքն Աստծուն սпасողը Աստծուն միշտ աղաղակի։ Միշտ աղոթքի մեջ պիտի լինի։ Սպասողի համար աղոթքը կարևորագույն որակներից մեկն է։ Հիմա, եթե աղաղակող չլնես, ինչ հույս ունես, որ լսող կա։ Եթե մեկին չես կանչե։ Մի հատ անեկդոտ հիշեցի կներեք։ Մեկը զանգում է տաքսապարկ, ասում է, որ ես չզանգեմ, ստի դուք չեք զանգի, հա։ Այսինքն, եթե դու չես կանչե, ինչ պատասխանի պիտի սպասես։ Դի կանչես, որ պատասխանի սպասես, ամեն, դի աղաղակես, որ Աստվածը լսի քո ձայնը և պատասխանի, և, այո, Աստված լսեց, կորստյան փոսից, տղմալից կավից հանեց, այսինքն, վիճակներ կան, որ միայն Աստված կարող է մեզ հանել, հույսներս ուրիշ բանի վրա չդնենք, Աստված հանեց, մեզ վեմի վրա մեր ոտքերը ամրացրեց, մեր քայլվածքը հաստատեց, ու մեր բերանը դրեց մի նոր երգ, մեր Աստծո գովությունը։ Ես այսել եմ շատ կարևոր տեսնում, որ մենք, Աստված մեզ երկրի վրա դեռ սենց թողում է, ապրում ենք, որպեսզի ներկայացնենք իրան, իր գործերը։ Այս գովությունը ինչի համար է, որ մարդիկ տեսնեն, որ Աստված փոսից հանող է, Աստված փրկող է, Աստված աղաղակ լսող է, Աստված փրկող, Աստված վերջ է։ Մեր կյանքով մարդիկ ճանաչեն Աստծուն։
մեզ տեսնելով, մեր այդ գովությունը լսելով, մեր Աստծո հրաշքները մեր միջոցով լսելով, մարդիկ դարձի գան։ Եվ ուր հասնեն, Տերոջը պիտի հուսան։ Մեր միջոցով մարդիկ իրանց հույսը դնեն Տիրոջ վրա։ Մեր միջոցով մարդկանց կյանքի մեջ փոփոխություն։ Աստված այդ դրա համար է դրել մեզ։ Դե որ Տիրոջը հուսան, ես ում արդեն այս հույսի մասին խոսեմ։ Այսօրվա իմ հիմնական միտքը այս հույսի մասին է։ Ուրեմն Եբրայեցիների թղթի 11 գլխի առաջի համարում գրված է. Հավատքը հուսացած բաների հաստատությունը եւ չերևացած բաների ապացույցն է։ Այսի բոլորը գիտեք։ Ռուսերենում այս հուսացած բառի փոխարեն սպասված է գրած։ Այսինքն հույսը եւ սպասումը իրար շատ մոտիկ են։ Կարծում սպասումը, եթե այն շատ արմատավորում դառնա հույս։ Ինչ որ բանի սպասում ես, բայց եթե սրտանց ես սպասում, դառնա հույս։ Հույսը արդեն նրա վրա է։ Դրա համար այս հույսի մասին որ ուզում եմ խոսեմ, սա այդ սպասումի շարունակությունն է։ Հիմա էլի տեղեր կարդամ կամ ասեմ Ռոմայացիների, այսօր ես համարներն ասում եմ, պարտադիր չի գրեք, հա, որտեղ ես համարների մեջից հանել եմ այն մասը, որտի ներկայացնեմ։ Նաև սպասումի մասին, հույսի մասին շատ համարներ կան, շատ տեղեր կան։ Ես ընտրել եմ նրանք, որտեղից մենք վերցնելու բաներ ունենք այսօր։ Հռոմայացիների 4:18-ում գրված է, որ չէ լավ, բերեք դրան մի քիչ հետո անցնենք, հա։ Հիմա Հռոմայացիների 5-ից ես այդտեղ կարդամ։ Հռոմայացիների 5-ից 5-րդ գլխի 2-ից 5 համարները։ Մեկից արդ մենք հավատքով արդարացած լինելով խաղաղություն ունենք Աստծո հետ մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի ձեռքով, որով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մոտենալը, որի մեջ կեցել ենք եւ Աստծո փառքի հույսով կպարծենանք։ Ոչ միայն այսքան, հապա նաեւ նեղությունների մեջ կպարծենանք, որտեղ գիտենք, թե նեղությունը համբերություն կգործե եւ համբերությունը փորձառություն ու փորձառությունը հույս եւ հույսը ամոթով չի թողի, որտեղ Աստծո սերը մեր սրտերի մեջ տարածված է Սուրբ Հոգիի միջոցով, որ մեզի տրվեցավ։ Այստեղից ես ահագին դաս եմ առել եւ ուզում փոխանցեմ ձեզ։ Մանավանդ այս մասը։ Նեղությունը համբերություն կգործի, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս եւ հույսը ամոթով չի թողի, որովհետեւ Աստծո սերը մեր սրտերի մեջ տարածված է Սուրբ Հոգու միջոցով։ Հիմա տեսեք Աստված ինչ մի ծրագիր է մեր մեջ մշակում։ Հաճախ Աստված մեզ նեղությունով անցկացնում ինչ նպատակի համար, որ այս աստիճանակարգը մեր մեջ իրականանա։ Մի հատ բան եմ ուզում պատմեմ ու դրա վրա այսի փորձեմ բացատրել։ Յովա աղբեր Վահրամն է դա պատմել։ Իր երեխեն առաջի անգամ ծառ է հելնում։ Հելմա ծառի վրա միտեղ լռվում է։ Դա առաջի անգամ է, փոքր է։ Լրվել ոչ հետ, ոչ առաջ չի կարում, աղակում է հորը։ Պապա արի, բան։ Ասում եկել եմ, ասենց ձեռներս պահել եմ տակ, ասում եմ, դե թռի գիրկս էլի։ Սկզբից վախեն մեր, ահագին համոզելուց հետո թռնում է հոր գիրկը, ուրախացա։ Ասում մի քիչ հետո տնամ նույն տեղն է։ Նույն տեղն է, պապա արի, արդեն այս անգամ շուտ թռավ, էլի, ասում արդեն բան է սարքի իր համար։ Աղի տեղ։ Ստեղից ահագին բան կա սովորելու։ Առաջի անգամ դժվար էր։ Բայց երբ որ տեսավ իրան բռնող կա, ապահովություն կա, արդեն հույսը դրեց հոր վրա։ Մինչև այդ հույսը չէր կարում դնել հոր վրա, բայց տեսավ որ հայրը կարում է իրան պահի, հույսը դրեց հոր վրա։ Աստված քեզ, եթե մի նեղությունից չազատի, դու հաջորդ նեղության հույսը չես դնի Աստծո վրա։ Որպեսզի հույսը դնես Աստծո վրա, Աստված քեզ ինչ որ ձևով, ինչ որ մի տեղից բարձրացնում է։ Դրա համար ասում է նեղությունը համբերություն գործի, համբերությունը փորձառություն նոր հույս։ Այսինքն, եթե ես իմ հույսը դնում եմ Աստծո վրա,
անհիմն չի, ինչ որ հիմքեր ունեմ, եւ այդ հիմքը որտեղից է առաջացել։ Աստված մի քանի անգամ իմ հույսը արդարացրել է։ Ես իմ անձի վրա ասեմ, բայց բոլորիս է վերաբերում։ Աստված քո հույսը արդարացրել է քանի անգամ, դրա համար քո հույսը դնում ես նրա վրա։ Իսկ եթե որևէ անգամ Աստված քո աղաղակը չլսեր, Աստված քեզ չբժշկեր, Աստված քեզ չազատեր, դու չէիր կարող հույսը դնել նրա վրա։ Փառք Աստծուն ամենների համար։ Դրա համար սա մեր ճանապարհն է։ Դրա համար հաճախ Աստված քեզ նեղությունով անցկացնում, որպեսզի դու իմանաս, ուրիշ բան չի քեզ փրկող, Աստվածը քեզ փրկող։ Քո հույսը դնես նրա վրա։ Եվ ստե ուզում սիրո մասին էլ խոսեմ։ Դու արդեն շատ անգամ հասկացել ես կամ զգացել ես, որ Աստված սիրում է քեզ։ Աստծո սերն է քեզ փորձառություն տալի, որ հույսը դնես նրա վրա։ Այդ երեխեն ինչի համար արդեն հույսը դրեց հոր վրա, որովհետև տեսավ հոր սերը։ Մենք Աստծո սերը վայելելով մեր հույսը դնում ենք նրա վրա։ Փորձառությունն է մեզ ավելի հույս տալի։ Գիտեմ ինչքանով հասկանալի ասի, բայց եթե ծառայողները ասելու բան ունեն, համեցեք։ Բերեք շարունակենք։ Հռոմայացիների 4:18 դե հիմա։ Աբրահամը չհուսացվելու բանին հույսով հավատաց եւ դա իրեն արդարություն համարվեց։ Որոշ լսել եք Աբրահամի այդ պատմություն, որ ինքը Աստծուն հավատաց եւ այդ հավատքը նրան արդարություն համարվեց։ Եվ Հռոմայացիների 4 գլխի մեջ գրված է, որ վերջին ասում, գրված է, որ մենք էլ եթե Աբրահամի նման հավատանք, մեզ էլ արդարություն կհամարվի։ Եվ բայց Աբրահամը ինչին հավատաց։ Չհուսացվելու բանին հույսով հավատաց։ Այնպիսի բանին հավատաց, որ ոչ մի մարդ դրան չէր հավատա, բայց Աբրահամը հավատաց։ 100 տարեկանի որ երեխա լինի։ Աբրահամը հավատաց, դրա համար էլ այդ հավատքը նրան արդարություն համարվեց։ Այսօր էսիս ուզում եմ բերեմ մեր վրա։ Սիրելի Աստծո մարդ։ Դու Աստծուն ունես ճանաչի, որ Աստծո մոտ անհնարին բան չկա։ Եվ քո ցանկացած իրավիճակի մեջ միայն Աստված է քեզ փրկողը, քեզ ազատողը, հույսը դիր Աստծո վրա։ Եվ այդ դե հիշում եք առաջ Կորինթացիների 13:13 որ գրված է։ Սրանից հետո մնում է հավատք, հույս, սեր, եւ սրանց մեծագույնը սերն է, չէ՞։ Հույսը հավատքի հաջորդ քայլն է։ Հավատք, հաջորդը հույս, հաջորդը սեր։ Եթե քո հավատքը քեզ չի բերում այդ հույսին, ուրեմն հավատքը դեռ իր գործը չի արել։ Քո հավատքը քեզ պիտի բերի այդ հույսին, որ դու քո հույսը դնես Աստծո վրա, որ բոլորը ասեն հնարավոր չի, դու ասես Աստծո մոտ ամեն բան հնարավոր է։ Աբրահամը այդ ձևի հավատաց։ Առաջի Պետրոս 1:13 Կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ ձեզ պիտի տրվի Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ։ Ստեղ այս կատարելապես բառն է ինձ մղել, որ ես համարը ես դուրս բերեմ։ Հույսը կիսատ չլինի։ Թերահավատություն չունենաս։ Կատարելապես հույսը դիր Աստծո վրա։ Այն շնորհքին, որ Հիսուս Քրիստոսի հայտնվելով պիտի տրվի։ Հավատանք, որ Հիսուս երբ որ եկավ, ոչ մի բան պակաս չի թողելու։ Այն որ ես հիշում եմ Սերտողության մի օր ասել եմ, որ ասեց ձեր գլխից մի մազել չի պակաս, է։ Ես դա արդեն այս Սերտողության ժամանակ հասկացա։ Դա ոչ թե այս մազերի մասին է, որ ամեն օր թափում է, այլ այն խոստումները, այն վաստակը, որ մենք ունենք իր մոտ, այն վարձքը, որ մենք ունենք իր մոտ, որը մեր պսակի վրա պիտի երևա, մի հատ մազ չի պակասելու։ Մի հատ փոքր բան չի պակասելու, քո պսակը ամբողջական ալնելու։ Իսկ դրա համար ասում է հույսդ էլ ամբողջական լինի։ Կատարելապես հուսա նրան, երբ որ նա հայտնվի, այն շնորհքը որ դու ստանաս, կատարելապես հույսը դիր նրա վրա, որ այո, այդ շնորհքը դու պիտի ստանաս։ Եթե բան եք եղբայրներ, համեցեք ասեք։
Անցնենք առաջ, դե ես հույսի վերաբերել արդեն ինչ-որ գրել եմ, փորձեմ ներկայացնել։ Հոբի գրքի 13-15-ում Հոբը այսպիսի արտահայտություն անում. թեև նա ինձ սպանի, դարձյալ նրան պիտի հուսամ։ Կարծում շատ եք լսել այս բառերը։ Բայց այս բառերը եկել են մարդու այն Հոբի չարչարանքից, փորձառությունից, աստվածապաշտությունից, էլ ինչ դրական բաներ ասեմ։ Ուզում ասեմ, Հոբը հենց նենց օդի մեջ չխոսած, սա իր կյանքն էր։ Եվ հիմա ուզում փոխանցեմ ամեն մեկիս վրա։ Թեև նա ինձ սպանի, դարձյալ նրան պիտի հուսամ։ Բերեք ոչ թե միայն սրա հոգևոր հոգևոր արժեքը ասեմ ինչ, բերեք հենց ամենաբառացիել հասկանանք։ Եթե ես մեռնեմ էլ, դարձյալ հավատում եմ, որ նրանն եմ ելնելու։ Հաճախ մեզ թվում է, թե միշտ պետք է ինչ-որ բանից փրկի։ Բայց գրված է, արդարը չարիքի առջևից կվերցնի։ Հաճախ մահն էլ է փրկություն, գիտեք։ Ոչ թե հաճախ շատ ժամանակ տենց։ Ես էդի ոմանց մահվան ընթացքից հասկացել եմ։ Այս մարդը արդեն սկսել էր իջնել։ Եթե շարունակեր ապրել, կարող Աստծուց զրկվեր։ Աստված վերցնում է, որպեսզի էլ չիջնի։ Ինչ բարձունքի ասել է, այտենց գնա։ Նենց որ թեև նա ինձ սպանի, դարձյալ նրան պիտի հուսամ։ Այս աստիճանի քո հույսը նրա վրա լինի։ Էլ ուրիշ ներում բեկում չլինի։ Սաղմոս 2:12-ի երկրորդ մասը։ Երանի այն ամենին, որոնք նրան կհուսան։ Եթե մեկին Աստված ասում է երանի, այս երանությունը մեծ բան է։ Մարդիկ կարող են թեթև բաների ասեն երանի, բայց որ Աստված ասում երանի, սա իսկապես լավից լավագույնն է։ Սաղմոս 22:4-5 Մեր հայրերը քեզի հուսացին ու փրկեցին նրանց ու չհամաչեցին։ Սա համարել նման է այն փորձառության։ Պարտադիր չի ես մի փորձությունով անցնեմ, նոր հույսս նրա վրա դնեմ։ Իմ հայրը, որ անցել է այդ փորձությունով, ես տեղից էլ կարող եմ դաս առնել։ Իմ պապը, որ անցել է այդ փորձությունով, տեղից էլ կարող եմ դաս առնել։ Եվ ստեղ է ասում, մեր հայրերը քեզի հուսացին ու դու փրկեցիր ու չհամաչեցին։ Ուրեմն մենք էլ եթե քեզի հուսանք, կփրկես ու մենք չենք ամաչի։ Ես նաև նշանակում է, որ մենք մեր զավակներին չնայած լավ, եթե եկի կարդամ ես ամիջ չտո։ Սաղմոս 31:24 Դուք ամենքդ, որ Տիրոջը կհուսաք, ձեր սիրտը զորանա։ Անցած անգամ այս նույն միտքը սպասողներին է ասվել։ Աստծուն սպասողների սիրտը զորանա։ Ես հավատում նաև Աստծուն հուսացողների սիրտն էլ է զորանում։ Ոնց ասեմ, ասենք եթե մի բժշկի վրա ես հույսը դնում, փողի վրա ես հույսը դնում, բարեկամի վրա ես հույսը դնում, եղանակի, չգիտեմ ինչի վրա ես հույսը դնում, հաճախ դու խաբված կլինես։ Հաճախ հուսախաբ կլինես։ Այսինքն այդ հույսը փխրուն կլինի, էլի։ Այդ փոքր բան եւ հույսդ կկորցնես։ Բայց երբ որ Աստծո վրա է հույսդ, դու գնալով զորանում ես։ Ես էսի ապրել եմ ժողովուրդ։ Որ Աստծո վրա է հույսդ, գնալով զորանում ես։ Եվ ուրիշը կարող է տեղ պարտվի, դու հաղթում ես։ Որտեվ լավ, ես ամիջ հետո կհասնեմ մի տեղ, որ ես հույսի մասին կարևոր բան կասեմ։ Սաղմոս 32:10 Տերը պիտի պատի իրեն հուսացողների 4 կողմը։ Մի կարևոր միտք կա այստեղ։ Մեր դասընթացների ժամանակ, չեմ հիշում, որ դասի ժամանակ մենք անցել ենք, որ մարդը ուտելիքից առավել ապահովության կարիք ունի։ Հասկանալի եմ ասում։ Մարդը ապահովության, ամենաշատը ապահովության կարիք ազգում, որ ապահով լինես։ Ասում է Տերը իր հուսացողների 4 կողմը պիտի պատի։ 34 Սաղմոսում ասում է Տիրոջ հրեշտակը Աստծուց վախեցողների 4 կողմ իր բանակը պիտի դնի։
Ամենաապահովությունը Աստծո հետ լինելն է, ժողովուրդ։ Հիշում եք, որ գրած է, եթե Աստված մեր կողմն է, ելով է մեզ հակառակ։ Ստե կամ ավելացնում եմ ես, էլ ինչ կարևոր է, թե ով է մեզ հակառակ։ Եթե Աստված մեր կողմն է, ամենաապահովությունը, այո, Աստծո հետ է, դե հույսի հետ միջոցով։ Սաղմոս 34-ի 22-ի կեսը, երկրորդ մասը։ Տերոջը հուսացողներից բնավ մեկը պիտի չդատապարտվի։ Այսօր ասի ապահովության զգացում, նաև բոլորս այս մի զգացումներ ունենք, հանկարծ չդատապարտվեն։ Կարծում եմ բոլորիս մեջ էլ էսի կա, երանի չդատապարտվեն։ Եվ ասում եմ, Տիրոջ հուսացողներից բնավ մեկը պիտի չդատապարտվի։ Բնավ, այսինքն չի ասում կեսը, մի մասը։ Տիրոջ հուսացողներից ոչ մեկը չի դատապարտվելու։ Դե հռչակում ձեր վրա։ Ոչ մեկը չդատապարտվեք։ Բայց չդատապարտվելու հիմքը, այդ չդատապարտվելու ինչ են ասում։ Նորից ասեմ հիմքը որն է, Տիրոջը հուսալը։ 147-11 Սաղմոս։ Տերը հավանում է իրենից վախեցողներին եւ իր ողորմությանը հուսացողներին։ Այնքան պարզ է, Աստված հավանում է իրան հուսացողներին։ Եսայի 25:9 Պիտի ասես, ահա մեր Աստվածը նա է, նրան հուսացինք եւ նա մեզ ազատեց։ Այո, մի օր պիտի մենք էսի ասենք, թե ստեր կասենք, թե այնտեղ չգիտեմ։ Եսայի 57:13-ի երկրորդ մասը։ Ինձի հուսացողները երկիր իբրև կալվածք պիտի ժառանգեն։ Աստված ասում է, ինձի հուսացողները երկիրը որպես կալված։ Այսինքն Աստծուն հուսալը նաև մեզ ոչ թե զրկում է ինչ-որ բաներից, այլ ճիշտ հակառակ ժառանգություն է տալի։ Մեզ երկիր ասած, ես մտածում չեմ կարծում հենց միայն այս երկրի մասին, կարծում ավելի շուտ այն նոր երկինք, նոր երկիր, որ պիտի լինի, այն նրա մասին է։ Եթե հիշում եք, այն մի առակի մեջ որ Հիսուսն ասեց, որ ասեց, քո ննասը 10 մնաց շահեց, Հիսուսն ասեց, 10 քաղաքի վրա իշխանություն ունեցի։ Հիմա նոր երկրի վրա 10 քաղաքի վրա իշխանություն ունեցի, ում եմ ասում։ Ստասմա, Տիրոջ հուսացողը այդ ժառանգությունը պիտի առնի։ Այդ ժառանգությունը Տիրոջ հուսացողը պիտի առնի։ Առաջի Պետրոս 1:3 Մեզ նորեն ծնավ կենդանի հույսի համար։ Ընդհանրապես, Աստված մարդուն ինչի համար ստեղծեց։ Ստեղծեց իր համար, տենց է գրված։ Աստված մարդուն ստեղծեց իր համար։ Հիսուսը ուրախանում է մարդկանց որդիների վրա։ Աստված ստեղծեց, որ մենք իր ուրախությունը լինենք։ Մի ժամանակ Արուսյակն էր փառաբանում ուրախացում, բայց այնի ապստամբեց Աստված մարդուն ստեղծեց իր համար։ Հիմա Էդի մարմնով որ ստեղծվեց մարդը, բայց մարդը ընկավ, Աստծո հետ դրած դիրքից ընկավ։ Հիմա մեզ վերստին ծնունդ տվեց էլի նպատակով։ Աստված աննպատակ վերստին չի ծնել։ Աստված մեզ վերստին ծնեց եւ ասում է կենդանի հույսի համար։ Այստեղից արդեն ոնց որ մի քիչ լավ չի հասկացում, որն է այդ կենդանի հույսը։ Հեսա հաջորդ համարների մեջ արդեն հասկացում է։ Այդ կենդանի հույսի անունը Հիսուս Քրիստոս է։ Եբրայեցիների 7:19 Աստված տվեց լավագույն հույս, որով Աստծուն մոտենանք։ Հոբ 4:6 Միթե Աստվածապաշտությունը քո հույսը չէ, այստեղ էլ ասելու բան ունեմ։ Դե ասի, չէ, ես այն համարներն եմ հանել, որտեղից ասելու բան կա, որտեղից վերցնելու բան։ Հոբին ասում են, որ քո հույսը Աստվածապաշտությունը չի, ես ասում այո։ Հոբն էլ ասում այո։ Իմ հույսը հենց այնց օդի մեջ չլինի։ Եթե ես Աստվածապաշտության մեջ չեմ, ես ամիջ հետո ես բացասական բաներ էլ կգան։ Ինչ հույս ունենամ։ Բայց եթե Աստվածապաշտության մեջ եմ, արդեն հույս ունեմ։ Ամեն։
Այսինքն քո կողմից աստվածապաշտություն, դրանով հույս ունես, որ Աստծո կողմից էլ դրա պատասխանը, Աստծո կողմից էլ բոլոր իր խոստումները կլինեն, բայց եթե դու աստվածապաշտության մեջ չես, հույսդ անիմաստ կլինի։ Հենց սրա հաջորդը արդեն բանն է, բացասականը։ Նույն Հոբի գրքի 8-րդ գլխի 13 համարի 2-րդ մասը։ Կեղծավորի հույսը պիտի կորսվի։ Կեղծավորը ո՞րն է, որ մտածում է մի բան, ասում է այլ բան։ Ճիշտ է։ Մտածում է վատ բան, բայց արտահայտում է լավ բան։ Իբր քո բարեկամն է, իբր սիրում է, իբր լավ է, բայց իր սրտում վատ բաներ կան։ Կեղծավորի հույսը պիտի ինչ կորսվի։ Ստերից արդեն դաս զգուշացում։ Աստծո առջև ուղիղ եղի։ Ընդհանրապես ուղիղ եղիր բոլորի առջև։ Աստված ոչ թե միայն մեր խոսքերն է լսում, մեր սիրտն էլ է տեսնում, մեր միտքն էլ, ամեն բան։ Եվ եթե հանկարծ Աստված մի կեղծ բան գտնի մեկի մեջ, կեղծ մի կողմից էլ ասեն, որը երեք կեղծի ծնտներ ասենք, կեղտ գտնի, հույսը կկորսվի, որպես հույսդ մնա աստվածապաշտության մեջ անկեղծ հաստատ եղիր։ Էլի այդ բացասականը, Հոբի 31:24-ում գրված է, Հոբն ասում, հույսս ոսկի վրա չդրեցի։ Եվ այդ ոսկի վրա չդնելու Սաղմոս 44, Երանի այն մարդուն, որ իր հույսը Տիրոջ վրա է, Սաղմոս բերեք են մի Սաղմոս մի չետոք կարդամ, Առակաց 10:28, արդարների հույսը ուրախություն է, բայց Առակաց 11:7-ում գրված է, անօրենների հույսը կոչնչանա։ Իսկ Առակաց 11:28-ում հարստության վրա հույս դնողը պիտի ընկնի։ Առաջ Տիմոթեոս 6:17-ում էլ այդպես գրված, Երեմիա 2:37-ի երկրորդ մասը։ Տերը քո հույսերդ մերժեց, կամ Տերը մերժել է նրանց, ում դու վստահել ես։ Երեմիա 28:15-ում էլ, ասում է դու բոլոր ժողովրդին մղեցիր, որ ստության հուսան, դրա համար դու այս տարի կմեռնես։ Այսքանը իրար հետևից կարդացի, որ ես միանգամից ասեմ։ Եթե մեկը հարստության վրա հույս դրեց, պիտի ընկնի։ Եթե մեկը սխալ կյանքը ապրում, բայց ինչ որ հույս է դնում, ասում է քո հույսերդ Աստված մերժեց։ Դու ինչի վրա հույս ես դրել, Աստված նրանց մերժել է։ Իսկ որ ասում է ստության հուսացրիր, ուրեմն Երեմիայի մարգարեության մեջ է, որ մի հատ Անանի անունով մեկը գալի մարգարեանում է, մինչև այդ Բաբելոնի Նաբուկոդոնոսորը եկել էր բավականին գերիներ էր տարել, մարգարեանում է, թե 2 տարում Նաբուկոդոնոսորը պիտի ընկնի եւ այդ գերիները պիտի վերադառնան, ամեն բան ասեց։ Երեմիան ասում է, Երանի ճիշտ է նետքո ասացը, բայց Տիրոջ խոսքը Երեմիայի միջոցով գալիս է։ Ասում է, որ դու ճիշտ չես ասում։ 70 տարի պիտի տևի այդ գերությունը։ 70 տարի հետո պիտի լինի։ Դու ասում ես ժողովրդին հուսացրիր ստության վրա։ Մարգարեության անվան տակ դու սուտ բան ասեցիր։ Եվ ժողովուրդը իրանց հույսը դրեցին այդ քո ստության վրա։ Ժողովուրդ, այս պատերազմի ժամանակ, 44 օրյա պատերազմի ժամանակ, ինչքան մարգարեություններ եղան, որ ճիշտ դուրս չեկան։ Եվ ես էլ եմ որոշ մարգարեությունների հավատացել։ Հավատացինք հիմա որոշ մարգարեություններ երևի ժամանակի համար էին, բայց որոշ մարգարեություններ չեղան։ Ուզում ասեմ, շատ դժվար բան է, որ ներկայացում է մարգարեության անվան տակ, բայց ոչ աստվածանից։ Աստվածանից չի, բայց մարգարեության անվան տակ է ներկայացնում, իսկ մարգարեության անունը մեզ խեղճացնում է, որ մարգարեությունը ոչ չընդունեմ։ Դրա համար ներողություն, երկու տերից եմ խոսում, չեմ լսում, չեմ հասկանում։ Մեկ էլ ասա Տիգրան ջան։ Քննեցեք, այո, Աստված ասում է քննեցեք։ Դե, այո, մեր համար գիրքն է կարևոր։ Մարգարեությունը գրքից հետո է։ Առաջին Աստծո խոսքն է, երկրորդը նոր մարգարեությունը։
Եթե բան ունեք, համեցեք, ասեք։ Իրանք Մովսեսի գրքերը եղել է։ Մովսեսի գրքերը ժամանակ եղել են։ Լավ։ Ուրեմն Սաղմոս 78-ի 5-ից 7-ը։ Աստված այսպիսի մի բան ասում. հայրերը որդիներին սովորեցնեն, որ իրենց հույսը Աստծո վրա դնեն։ Ես մտածված գրել եմ, որ հիմա ասեմ։ Հայրերը որդիներին սովորեցնեն, որ իրենց հույսը Աստծո վրա դնեն։ Այսինքն, այս հույսը իրան չի լինում, աշխատանք կա դրա համար։ Կամ պարտադիր չի, իմ երեխեն էլ մի հատ ընկնի հելնի, նոր հույսը դնի Աստծո վրա։ Ես որտեղ ընկել եմ, իմ երեխուն սովորացնեմ։ Սովորացնեմ, որ ինքը առանց ընկնելու արդեն հույսը դնի Աստծո վրա։ Եթե միտեղ փորձանք կա, ես իմ երեխուն սովորացնեմ, որ այնտեղ փորձանք կա, որ ինքը այդ փորձանքից հեռու մնա եւ իր կյանքը Աստծո հետ կապի։ Հենց որ կարծում եմ, էս էլ կարևոր միտք է, որ հայրերը, դե որ ասում հայրեր, այստեղ մեծ մասը ծնողներ են, բերեք ծնողներ ասեն, որովհետև մայրերն էլ դրա մեջ են մտնում։ Մեր երեխեքին սովորեցնենք, որ իրանց հույսը Աստծո վրա դնեն։ Ինչպես սովորեցնենք եւ կյանքով, եւ խոսքով, եւ Աստծո տան մեջ բերելով եւ այլն։ Սովորեցնենք, որ իրանց հույսը Աստծո վրա դնեն։ Հիմա մի հատ տենդենս կա, չէ՞, որ երբ որ ծնողները գալիս են եկեղեցի, իրանց երեխեքը չեն գալի ու հարցնում ես խի երեխու չես բերում, ասում է դե հələ բան չի հասնում։ Կմեծանա ինքը, բայց որ մեծանում է, вообще ընդհանրապես չի գալի եկեղեցի այդ երեխեն։ Հիմա ստե հարց, այդ ծնողի սխալից է, որ երեխեն չի գալի եկեղեցի, թե ասենք բան ենք, մենք ավելի շատ մարդ լավ չհասկացա։ Հիմա դա ծնողի սխալից է, որ երեխեն չի գալի եկեղեցի, թե մենք ավելի մարդասեր ենք դառել, որ ասում ենք թող երեխու կամքը լինի։ Երեխեն ոնց ուզի տենց, ասենք ինքը կհասկանա կգա եկեղեցի։ Ուրեմն, ասիլ ծնողի սխալից է, այդ հարցը չէ տվեցիր։ Եղբայրներ բան ունեք ասելու այս հարցի վերաբերյալ։ 100%-ով չեմ կարող ասել ծնողի սխալից է, բայց 98%-ով կարող եմ ասել։ Ծնողի սխալից է։ Այսինքն, Աստված մեզ բազմիցս շատ տեղեր հանձնարարում է, ձեր երեխեքին սովորացրեք աստվածապաշտություն։ Երկրորդ օրինաց 47-48 համարների մեջ ասում է, որ այս խոսքերը ձեր երեխեքին սովորացրեք, սա ձեր համար պարաբան չի, սա ձեր կյանքն է եւ սրանով երկարատյաց կլինեք։ Նենց որ մեր երեխեքին որ չենք սովորացնում, դա մեր սխալն է։ Մեր երեխեքին պետք է սովորացնենք աստվածապաշտություն, քիչ առաջ ասի, մեր կյանքով էլ, խոսքով էլ, եկեղեցի բերելով էլ։ Ես ձեզ մի հատ թաքուն բան ասեմ։ Այն որ կիրակի օրեր երեխեքին տանում են դուրս, ճիշտ նրանց իմ սրտով չի։ Բայց որ շատ եկեղեցիներում տենց են անում, ստեղ էլ են տենց անում։ Բայց ոչ էլ իմ սրտով է, որ երեխեք խանգարեն։ Իմ սրտով գիտեք որն է։ Ծնողը երեխուն տանը դաստիարակի, դաստիարակած բերի եկեղեցի եւ հավատացեք, երեխեն թե փառաբանությունից, թե քարոզից ավելի շատ բան կվերցնի, քան թե ծնողը։ Երեխեն ավելի շատ է հասկանում, քան թե մենք կարծում ենք։ Երեխեն վերցնելու բան ունի, որ այդ երեխուն տանում ենք, այդ երեխուն զրկում ենք այդ վերցնելու բանից։ Ճիշտ է կարող եք ասեք, այնտեղ իրանց հետ պարապում են։ Լավ են անում, ես այդ պարապելուն անուն չեմ դնում, բայց եթե Աստված այսօր ինչ-որ պատգամ է ուղարկում, մեր երեխուն զրկում ենք այդ պատգամից։ Ես իմ երեխեքի հոգևորության հաջողություն համարում նրանում, որ պաշտամունքները, իմ երեխեքի փոքր ժամանակ պաշտամունքները մեր տաներն եմ, եւ իմ երեխեք ուզած ճուած այդ պաշտամունքի մեջ էին։ Եվ այսօրվա իրանց հաջողություն ես դրա մեջ եմ տեսնում։ Այնց որ ձեր երեխեքին դաստիարակած բերեք եկեղեցի, որ եկեղեցում մնան ու չխանգարեն։ Ոչ թե եկեղեցուց հանեք դուրս ու դուք քարոզ լսեք։
Ես իմ հասկացածը տենց է։ Դուք գիտեք արդեն ձեր երեխեքի համար։ Լավ։ Երեմիա 31:15-17 Ռամայի մեջ ողբ լաց արցունք եւ այլն ինչ մեկ է Ռամայի մեջ ողբ լացը Ռաքելը գլացեր հետո ասում է քո արցունքդ վերջացավ քո գործի համար վարձք կա ապագայիդ համար հույս կա եւ այդ Ռաքելի լացում համար էր այն երեխեքը որ Քրիստոսի համար զոհվեց ինձ ասել եւ էսի կարող ենք ինձ ասել Քրիստոսի համար ինչ վնասել կրես ապագայի համար հույս կա Աստված երբեք քեզ ոնց ասեն այդ վնասի տակ չի թողի Եփեսացիների 2-րդ գլխի մեջ 12 համարում գրված է Մի ժամանակ դուք առանց Քրիստոսի էիք եւ հույս չունեիք Ես տեղից եմ վերցնում Առանց Քրիստոսի մարդը ինչ հույս կունենա Ինչ վրա կարա դնի հույսը Կարող է հարստության վրա դնի ասենք հարստության վրա դնողը կընկնի կարող է իր խելքի վրա դնի այդ խելքը մի օր կարող է վերցվի կարող է իր այն ուժի վրա դնի իր հարուստ բարեկամ ինչի վրա էլ դնի բոլորը ավազ են իր ոտտակից գնալու է հաստատուն ժայռը Հիսուս Քրիստոսն է Դրա համար ասում եմ, որ առանց Քրիստոսի էիք, առանց հույս էիք։ Նաև Հռոմեացիների 12:12 Հույսով ուրախ եղեք եւ 15:13-ում Աստծուն ասում է հույսի Աստվածը։ Նաև հույսը մեզ կարա ուրախություն տա։ Օրինակ ասենք, եթե մի բանի լավ վստահ հույսը դրա վրա է, դու նույնիսկ պատկերացնում ես դրա իրականությունը եւ ուրախանում ես։ Եղել է ձեր այդտենց։ Որ դեռ չի եղել, բայց այնքան վստահ ես, որ պետք է լինի։ Պատկերացնում ես եւ ուրախանում ես։ Դե ամենալավ պատկերացումն է, որ մենք Աստծո հետ պետք է լինենք։ Ֆիլիպեցիս 1:20 Հույսիս համեմատ Քրիստոս իմ մեջ կփառավորվի։ Սրա շարունակությունը, որ ասում է, իմ համար ապրել է Քրիստոսը, մեռնել է օգուտ, բայց ուզում եմ ստեղ մի հատ հատուկ ես գրել եմ, որ եսի բացատրեմ։ Քիչ առաջ ասացի, Աստծո ծորագիրն է, որ մեր միջոցով ինքը փառավորվի, մեր միջոցով ինքը երևա, մեր միջոցով մարդիկ իր գործը տեսնեն եւ դարձի գան, իրանց հույս Աստծո վրա դնեն եւ այլն։ Հիմա Քրիստոսը կփառավորվի, ասում է, իմ հույսի համեմատ։ Ինչքան քո հույսը շատ է Աստծո վրա, այնքան Քրիստոսը շատ կփառավորվի քո միջոցով։ Ինչքան քո հույսը քիչ է Աստծո վրա, այնքան Քրիստոսը քիչ կփառավորվի քո միջոցով։ Ընդունում եք սա թե չէ։ Մի հատ պատմություն պատմեմ, ոչինչ որ ինձ մի քիչ անցնի ժողովուրդ։ Շատ քիչ է մնացել, բայց մի հատ պատմություն պատմեմ։ Անունը չեմ տալի, որտեղ լավ եք ճանաչում այդ անձնավորությունը։ Էշմիածունում է եղել։ Ուրեմն պաշտամունքի տեղը քարոզիչը քարոզում են 90-ական թվերի են դժվար տարիներին։ Լավ այնց ժողովրդին հուսադրում է բան եւ այլն, բայց մի քիչ հետո այս քույրիկը փոքր երեխա է ունենում, երեխան լացում է տանում գողի սենյակը, թե այնտեղ քնածալնում այդ մա երեխու վերջը։ Դեն մեր եղբայրը հեռախոսով մտավ այդ սենյակը, իր տղեն Ամերիկայից զանգել է ու տղին ինչ ասում, չենք կարում ապրենք, փող ուղարկի, ծանր վիճակ է եւ այլն, անհուսության խոսք էր։ Այդ քույրիկը տեղից հիասթափում գալիս Հայաստան։ Այսօր ստեղ է։ Հիմա ժողովուրդ մեր ուզում եք ասեք ով է։ Դա չի կարևոր թե ով է։ Կարևորը սրա դասն է, որ հիմա ուզում եմ ձեզ տամ։ Դասը լսեք ժողովուրդ։ Ես գիտեմ ով է հերիքա։ Դասը լսեք։
Դասը հետևյալն է։ Քրիստոս իմ հույսի համեմատ պիտի փառավորվի։ Սա իմ կյանքով պետք է երևա։ Քո կյանքով պետք է երևա։ Քո խոսքը եւ կյանքը եթե նույնը չեղավ, Քրիստոսը չի փառավորվի։ Այն խոսքը մեր մեջ դու ճեղսավոր կլինես։ Եթե բառերով ուրիշ բան ասես, բայց կյանքիդ մեջ լրիվ ուրիշ։ Նենց որ ուզում եք ձեր կյանքով Քրիստոսը փառավորվի, մարդիկ դիտեսնեն քո հույսը ինչքանով է հիմնված նրա վրա։ Միտեղ ասում ես Եբրայեցիների թղթում չի ասում որ Տերը ինձ ամեն ոնց էր գրած չեմ հիշում կբավարարի երեք կարդամ մեր ներողություն չկարեց է հիշում Համարձակ ասել ունենք Տերը իմ օգնականս է ուստի ես պիտի չվախենամ մարդը ինչ պիտի անի Տերը իմ օգնականս է Բայց այդ հասցեն միտեղ ասես, լացես, ասես, չեմ կարում ապրել, ոնց անել, ինչ անել։ Այդ Տերը իմ օգնականս է բառեր ուր մնացին։ Հասկանալի է։ Եթե դու միտեղ ասում ես Տերը իմ օգնականս է, բոլոր տեղերում էլ ասա, որ Տերը իմ օգնականս է։ Կողոսացիներից մեկին, այն հույսի համար երկինքը կպահվի ձեզի, Կողոսացիների 1:27 Քրիստոս ձեր մեջ փառած հույսը եւ այլն բերեք համարներ այդքան չասում Քրիստոսի հույսի համբերությունը չտրտմեք հույս չունեցողների պես Թեսաղոնիկեցիների թղթում մահվան դեպքում ասում Փրկության հույսի սաղավարտը մեր գլուխներին դնենք սպասենք այն երջանիկ հույսին ով որ այս հույսը ունի ինքն կմաքրի Աստծի Հիմա երկու տեղ Փրկության հույսի սաղավարտը մեր գլուխները դնենք Սա Թեսաղոնիկեցիների 5:8-ն է։ Սաղավարտը ինչ է նշանակում։ Ասենք մարդը զինվորը որ գնում է պատերազմի, պետք է ապահովության բաներ, զրահը այս մարմինն է պահում, սաղավարտը գլուխն է պահում, վահանն էլ ձեռին որ շարժական նետերը դեմ կականին։ Հիմա փրկության հույսի սաղավարտը մեր գլուխը դնենք։ Հույսի սաղավարտը։ Ժողովուրդ, հույսն է մեր մտքերը պահպանողը։ Սատանայի նետերը հիմա ոչ թե սովորական փայտից կամ երկաթից սարքած նետեր, մտքեր են։ Նրա այդ խոցող բաները մտքեր են։ Եթե քո հույսը կատարելապես Աստծո վրա է, այդ մտքերը քեզ չեն ազդի։ Դու այդ մտքերից չես պարտվի, չես խոցվի։ Բայց եթե մի քիչ կասկած կա, այդ ճեղքից այդ միտքը կմտնի ներսը։ Եթե մի քիչ կասկած, մի քիչ դենաս ճիշտ է թե չէ։ Դենաս էս ինչ որ ասում է ճիշտ է թե չէ։ Այս մի քիչ կասկած եղավ, այդտեղից սատանայի նետը կմտնի ներս։ Բայց եթե դու կատարելապես այսինքն սաղավարտ լինի, այդ հույսը քո համար լինի սաղավարտ, այսինքն որևէ մի նետ չկարողանա մտնի, դու դրանով Հիմա ասեմ, մի հատ էլ միտք կար, այս համարները, որ իմի եմ բերեմ, սենց մի բան եմ հասկանում։ Մեր կապը Աստծո հետ հույսն է։ Իմ կապը Աստծո հետ հույսն է։ Աստված իմ մեջ գործում է, ոնց որ ասում եմ, իմ հույսի համեմատ, այդտեղից էդ եմ ուզում նոր շարունակեմ։ Իմ հետ գործում է իմ հույսի համեմատ։ Եթե մեկը հույսը Աստծո վրա չի դրել, ոնց որ Աստծո համար դուռը փակ է։ Հենց մեր վրա բերեմ։ Եթե մեկը դժվարության մեջ է, եւ լսում ես, որ իր հույսը քո վրա է դրել, դու ամեն ջանքանում ես, որ նրան օգնես։ Ճիշտ եմ ասում։ Նորմալ մարդը sense կմտածի։ Իսկ եթե քեզից բացի ուրիշ տեղ էլ հույս ունի, կարող է ասել դե գնա։ Բայց եթե հույսը քո վրա է, դու քո ամեն կարողությունը կդնես նրան օգնելու։ Աստված էլ այսպես մտածում։ Ով որ իր ամբողջ հույսը դրել Աստծո վրա, Աստված նրան ամբողջությամբ ձեռք է մեկնում։ Իսկ ով որ հույսը չի դրել, նշանակում է դառնում որ մեր կապը հույսն է։ Աստծուց ին մեջ եկող այն օրհնությունները, խոստումները, ամեն բան կախված է այս հույսից։ Մի քիչ էլ որ խորանանք, հիշում եք որ երկու կույրի բերեցին Հիսուսի մոտ,
Հիսուս նայեց ինչ եք ուզում, ասին որ մեր աչքերը բացվեն։ Հիսուս ասեց մի բան ասեց. հավատում եք որ կարող եմ։ Նրանք ասին այո, Հիսուսն ասեց. ձեր հավատքի պես լինի ձեզի։ Եվ աչքերը բացվեցին։ Իմաստերից ես ինչ չեմ վերցնում։ Հիսուս ինչի հարցրեց, հավատում եք։ Ես պատկերացրեմ մոտորապես sense։ Եթե դու ուրիշ տեղից էլ բժշկության հույս ունես, քո ամբողջ հավատքը ի վրա չի։ Ավելի լավ է գնաս այնտեղ։ Բայց եթե ամբողջությամբ քո հույսը ի վրա է, ամբողջությամբ քո հավատքը ի վրա է, այդ դեպքում կլինի։ Ես հիշում եմ այն ժամանակ, որ ես Պավել եղբոր հետ էի այցելություններ էին անում բժշկությունների բանի համար, մի sense եզրահանգման եկանք։ Բայց բոլոր հավատացյալների համար չեմ կարող ասել, բայց դե կար հավատացյալի վերջի հույսը բժիշկն է, անհավատի վերջի հույսը Աստված է։ Եթե մեկի համար հիվանդը աղոթում ենք, մեր նպատակն է որ մարդը հավատքով վերցնի, չէ՞։ Մենք միանում ենք իր հետ, իր խնդրին, աղոթում ենք։ Իսկ եթե ինքը այս աղոթի ժամանակ մտածում է թե վաղը որ բժշկի մոտ է, հա։ Ինչ է կարծում մեր աղոթքը։ Այո, այսուր կլինի։ Ոչ մի ներգործություն չլինի։ Եվ այո, մենք շատ տենց աղոթներ արել ենք եւ ոչ մի բան չի եղել։ Կատակով ասում են Երևանում մի հատ մեծ հասակ եղբայր կար, ասենք մեկը գալիս էր, ասում էր գլուխս ցավում աղոթում էր, վերջում էլ ասում էր գնա մի հատ էլ անալգին խմի։ Այսինքն աղոթքը մի կողմ, գնա մի հատ էլ անալգին խմի։ Հիմա ժողովուրդ, եթե մեր հույսը ամբողջությամբ Աստծո վրա է, դրանով մենք թույլ ենք տալի, որ Աստված մեր կյանքում գործի։ Իսկ եթե ամբողջությամբ Աստծո վրա չի, այստեղ մենք այդ կապը կտրում ենք։ Դրա համար ասում եմ, իմ հույսի համեմատ է Քրիստոսը փառավորում։ Իմ հույսի համեմատ Աստված գործում։ Քո հույսի համեմատ Աստված գործում։ Ուրեմն, Աստծո կողմից իր խոստումներն են, կամ խոստումներ իրականացնում է, քո կողմից կատարելապես հույսդ նրա վրա դնելն է։ Նրան սպասելը։ Միայն նա, ուրիշ բանի չես սպասում։ Ուրիշ ելք չես տեսնում։ Ուրիշ լուծում չունես։ Միայն նա։ Եթե բան ունեք համեցեք ասեք։ Որ չհուսացած բանին հույսով հավատաց, թե ինքը շատ ազգերի հայր պիտի լինի, ինչպես ասվեց, թե հուսերունդդ այսպես պիտի լինի։ Եվ ինքը հավատքի մեջ չտկարացած, չնայեց իր մարմնին, որ արդեն մեռածի պես էր, որտև ինքը 100 տարեկանի չափ էր, ոչ էր Սարայի արգանդի մեռած լինելուն։ Անհավատությունով չտկարացավ Աստծո խոստումի վրա, ապա հավատքով զորացավ եւ Աստծուն փառք տվեց։ Եվ իր մտքի մեջ հաստատ պահեց, թե նա, որ խոստ տվեց, կարող է եւ անել։ Այստեղ որ նայում ենք, որ գրված առանց հույսի, հույսով հավատաց, Աբրահամը մի հատ խոստում ուներ իր որդու համար, որ որդին ծնվեր, այդ որդով էլ ազգերը, բայց այդ որդին չկար։ Մենք կարելի ասել են միակ հենարանը, որ պետք է այդ ազգերի խոստումը կատարի, այդ որդին չէր ծնվել։ Բայց այստեղ Աբրահամն այդ որդու ուշանալը չծնվելը պատճառ չեղավ, էլի, որ անհավատությունով լցվի, երկմտությունով լցվի։ Ասում ենք իր մտքի մեջ համոզված էր Աստծո խոստումների վրա։ Այսինքն որ մենք sense նախնական բաներ ունենում ենք մի քիչ եկեղեցում ենք ծառայություններ կա, տարբեր մարդկանց օրինակներ կա մեր առջև։ Ինչ որ բանի համար հետ ապագայի հետ կապված հեշտ է մի քիչ հուսալը, որ եկեղեցի կա, եկեղեցուն թասկը կա։ Բայց կյանքում իրավիճակներ են, որ ոչ մի հենարան չկա այդ բանին հավատալու։ Դե միակ հենարան լինի Աստծո խոստումները, Աստված։ Միշտ չէ՞ էլի որ տես նախնական բաներ լինում է, որ ապագայի հետ կապված հավատաս։ Որ նայում ենք Աբրահամի հետ նույն բանը կատարվեց, ու գրված է, որ չնայեց իր մարմնին։ Եթե սկսեր նայել իր մարմնին, իր մոտ կգար այդ հուսահատությունը, այդ անհուսությունը։ Ինքը նայում էր Աստծո խոստումներին։ Այսինքն ստեղ էսը էլի էականը մարդու հայացքը որտե ուղղված։ Եթե մենք շարունակ նայենք մեր կյանքի անհաջողություններին, չստացված բաներին, տկարություններին, անցյալի անհաջողություններին, անդադ մեր մտքի մեջ էտա, մեր ապագայի նկատմամբ հույսն էլ է մեռնում։ Մենք ավելի շատ կլցվենք հուսահատությունով, ընկճվածությունով, բայց երբ որ մարդը հարատև սկսում է մտածել Աստծո խոսքի վրա, նայ Աստծուն, նայ Աստծո խոստումներին, ինչ էր Աստված խոստացել քեզ, ապագայի հետ կապված, հավիտենական կյանքի հետ կապված, դա մենք
չհասկանալով, չզգալով, բայց այդ հույսը մեր մեջ աճում է, հավատքը մեր մեջ աճում ու մեծանում է։ Այստեղ հարցն է, թե մենք ինչի ենք նայում։ Եթե Աբրահամի նման նայենք Աստծուն իր խոստումներին, մենք անհույս տեղն էլ հույս կունենանք։ Որտեվ գրված ասում է, թեկուզ իր կյանքում տենց հենարաններ չկար, բայց իր մտքի մեջ այդ համոզմունքը չէր վերջանում։ Ու այդ համոզմունքը մի օր, երկու օր չէր, գիտենք, երկար տարիներ էր։ Ինքը այդ երկար տարիները իր մտքի համոզմունքը պահեց ու վերջում ընդունեց այն խոստումները, ու այսօր որ նայում ենք դարերը անցել է, բոլոր ազգերը համարվում են Աբրահամով օրհնված, Հիսուս Քրիստոսի օրհնությունն էլ Աբրահամի միջոցով եկավ հասավ մեզ։ Ոնց որ այս շատ հավատքի հերոսներ նախադեպը չունենալով, բայց իրանք Աստծու ասածը արել են եւ հավատքի հերոս են եղել։ Մեզնից յուրաքանչյուրը կարող ենք լինել հավատքի հերոսներ։ Պարզապես լսենք Աստծուն եւ հավատանք այդ խոսքերին, մեր հույսը դնենք դրա վրա։